Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները կրկին թիրախավորելու մասին։ Իրանական աղբյուրները գրում են, որ թիրախավորվել են Բահրեյնի, Քուվեյթի եւ տարածաշրջանի մյուս երկրների ռազմական ենթակառուցվածքները։ Հարվածները հիմնականում իրականացվել են հրթիռներով ու անօդաչուներով, նշում են տեղական լրատվամիջոցները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հուլիսի 27-ին կմեկնի Վաշինգտոն, իսկ հուլիսի 28-ին նրան կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է մամուլը։ Սա երկու առաջնորդների առաջին անձնական հանդիպումն է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև փետրվարին սկսված հակամարտությունից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համոզմամբ Չինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին։ Նրա խոսքով, եթե այդ երկրներն իսկապես ռազմական աջակցություն ցուցաբերեին Իրանին, դա կվնասեր հենց նրանց։ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել հանդիպել Թրամփի հետ։ Ես պատրաստ եմ գալ Օվալաձև աշխատասենյակ կամ Մարալագո խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու։ Դա կախված է Թրամփից, ասել է նա։ Նա նաև հայտարարել է, որ իր կարծիքով Խորհրդային Միությունը Միացյալ Նահանգների համար ամենավտանգավոր հակառակորդն էր, ընդգծելով, որ եթե Ռուսաստանը կրկին վերածվի Խորհրդային Միության, ապա Միացյալ Նահանգները ստիպված կլինի միաժամանակ դիմակայել եւ Չինաստանին եւ Խորհրդային Միությանը։ Իսպանիան անտառային հրդեհների պատճառով ակտիվացրել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը եւ խնդրել մասնագիտացված 4 հրշեջ ինքնաթիռ։ Հունաստանն արդեն արձագանքել է առաջարկելով երկուսը։ Մադրիդի ինքնավոր համայնքում եւ Ավիլա նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն, տարհանվել է շուրջ 11500 մարդ, իսկ երկրի մեծ մասում հրդեհի վտանգը շարունակում է մնալ չափազանց բարձր։ Հնդկաստանում առնվազն 13 մարդ, այդ թվում 1 երեխա է մահացել քարաթափման հետևանքով։ Դանիայում տեղի է ունեցել միջնադարյան մարտերի աշխարհի առաջնությունը։ 30 երկրի 600 մասնակից մենամարտել են երկաթե զրահներով միջնադարի ոգուն համապատասխան։ Միջոցառումն անցկացվել է Դանիայի 15-րդ դարի ամրոցում՝ Սպոտրուպում։ Այս մասշտաբային իրադարձությունը համախմբում է հարյուրավոր մարտիկների ամբողջ աշխարհից եւ ուղեկցվում ավանդական միջնադարյան փառատոնով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների գյուղերից մեկում արջն այցելել է գրասենյակ, ինքնուրույն բացել դուռը, այս ու այն կողմ նայել ու հանգիստ թողել հեռացել։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։